Սիրելիներ, իրոք սրտանց նորից փառտանք Տիրոջը ու միշտ պետքա փառտանք Տիրոջը, որտեվ Տերը այս մի շաբաթն էլ մեզ պահեց, ամեն շաբաթ մեզ պահում Աստված։ Բայց այսօր մի հատ հետաքրքիր թեմա եմ ուզում տենց կիսվենք իրար հետ, քույր եղբայրներ ջան, որ կոչվում է երանելի մեռելները։ Հիմա կասեք, այ քեզ բան, ես ինչ ասում։ Այդ մեռելի երանելին որն է։ Բայց ես կկարդամ այդ տեղը ու մի փոքր կկիսվենք իրար հետ, քույր եղբայրներ ջան։ Մենք բոլորս մահկանացու ենք այստեղ։ Համաձայն եք թե չէ, կա մեկը որ անմահ է։ Անմահ չկա։ Մենք բոլորս եղբայրները լավ ասեցին, որ թողնելու ենք, գնալու ենք երկնային արքայություն ու մենք ստեղ ժամանակավոր եկել ենք։ Ոնց որ հիմա եկել ենք Ամերիկա, ես չգիտենք ով ինչքան կմնա կամ ստեղ ոնց ասենք, մի տուն որ այդում ես մնում ես, եթե քո տունը չի, չէ, չգիտես, ժամանակավոր ես, ոչ ռեմոնտ ես անում այդ տունը, ոչ մի բան չես անում, ձերտել չի, եթե ասենք, որ գումար ծախսես այդ տան վրա, եսի մի ռեմոնտ անես, երբ որ քո տունը չի։ Այդպես էլ մենք այստեղ մեր տունը չի։ Համաձայն եք թե չէ։ Այս մարմինը եղբայր ասեց, այս մարմինը մեր տունը չի։ Մենք թողնելու ենք շուտով գնալու ենք։ Եվ դրա համար, քանի որ գնալու ենք, սես թենես գնալու ենք, ուզես թե չուզես գնալու ենք, ուրեմն այդանք այդձև ոնց որ երանելի մեռելները։ Համաձայն եք։ Ես ուզում եմ կարդամ այդ համարը քույր եղբայրն, շատ հետաքրքիր տեղ է, ուրեմն Հայտնություն 14-րդ գլուխ 13 խոսքը ու երկնքեն ձայնը լսեցի, Աստծո ձայնը երկնքից ասում է, որ կսեր, գրե, այսուհետև երանելի են այն մեռելները, որոնք Տիրոջով կննջեն, ինչքան գեղեցիկ, ինչքան օրհնյալ խոսք ասում Աստված մեզ համար, քույր եղբայրներ, ու մենք այս սրան ենք պատրաստվում, երանելի են այն մեռելները, որոնք Տիրոջով կննջեն։ Եթե ես այդ երանելության մեջ եմ մտնում, էլ ինչի՞ս է ինձ պետք ես տենց հոգ անեմ, վայ, վաղը չեմ իսուր հանգարց չմեռնեմ, հանգարց երկար ապրեմ, ու շարունակությունը այս ձև է գրված։ Ես հետո կկարդամ, թե ինչի համար են երանելի։ Այո, կսե հոգին, հիմա Սուրբ Հոգին ասում, որ իրենց աշխատություն են հանգչին, ու իրենց գործերը իրենց ետևեն երթա։ Օրհնյալ է Տիրոջ անունը, քույր եղբայրներ։ Հանգչում ես քո աշխատությունից, այ ինչ գնում ես գործի, գալիս ես։ Այ մարդ այդում ես, տանջում ես, գալիս ես, հաց ես ուտում, պարկում ես, քնում ես, այնքան էլ արագ է անցնում հիմա այդ պրոցեսները, որ մեկ էլ հաջորդ օրը նորից գործի ես։ Այ քեզի բան, ասենք, խոսքի հանգստություն էլ չունես, տեղ չունես։ Սողոմոն իմաստուն ասում է, այս արևի տակ մենակ ինչա, հոգու տանջանք է, չի ասում Ամերիկայում հանգստություն է, Հայաստանում հանգստություն է, կամ Աֆրիկայում հանգստություն է, ասում է ամբողջ արևի տակ հոգու տանջանք է, այսինքն դու մենակ ստե տանջում ես, դե որ տանջում եմ, ավելի լավ է, ավելի երանելի է, ինչը, գնալը, փառք Տիրոջը, քույր եղբայր, մի վախեցեք այդ բանը։ Ես ուրեմն մի վկայություն ասեմ իմ մասին, ես ինքս էլ ասենք, երբ որ նոր էի ապաշխարել, միշտ մտածում էի, այ մարդ, այդ մեռնելը, այդ ինչ բան է մեռնելը, ոնց է մարդը մեռնում, այդ դագաղի մեջ ոնց են դնում այդ մարդուն։ Ու տես տանջվում էի։ Ես քանի որ բնավորությամբ սնդիկ եմ եղել, տես պտտվող, ասում էի Աստված ջան, ամեն բան համաձայն եմ, սես մի անգամից հափշտակվեմ, էլի, այդ դագաղը չեմ ուզում պարկեմ, որտեվ ես պիտի ֆռամ այս կողմ այն կողմ, ես չեմ կարա ֆռամ այս կողմ այն կողմ։ Ես իրական բան եմ ասում։ Մի օր առավոտյան արթնացա ու այտենց տունը մամաս էր, հարսս էր, եղբայրս էր, իրանք տունն էին, ասացին, արի որ հաց պետք է ուտենք, լվացվի, արի որ հաց պետք է ուտենք, գնացի որ լվացվեմ, սովորական օր էր, գնացի որ լվացվեմ, տեսնեմ աշկերտից դեմը սևանում է, զգացի որ սառը քրտինք է գալի վրես, անսովոր բան էր, ու ես զգացի որ ես մահանում եմ, իրոք զգացի որ ես մահանում եմ,
ասի գոնե այստեղ չընկնեմ, հասնեմ դիվանին, գոնե այնտեղ ընկնեմ։ Ուրեմն գնացի հասա դիվանին, ասեցի ես լավ չեմ, ես մեռնում եմ։ Ու տենց ընկա մի կերպ ընկել եմ դիվանին, հիմա ու ես մահացա, ու իրոք մահացա։ Երբ որ ես մահացա, ես տեսնում էի ամեն ինչ։ Շատ անգամ ասում են, որ մարդը մահանում է, ուղեղը չի հասկանում եւ ինչ, ուղեղը 100%-անոց աշխատում է։ Բոլորին տեսնում ես, բոլորին ճանաչում ես։ Ու երբ որ ես մահացա, ես տեսա ոնց է իմ հոգին սենց հանգիստ դուրս գալիս իմ մարմնի մեջից։ Ու ես բոլորին տեսնում եմ, լսում եմ իրանց, ես իրանց ասում եմ, մերոնք դե խառնվել են, ասենք եղբայրս ընդ չափալախ էր տալիս, մամաս ջուր էր լստում վրես, հարսս լացում էր, մի խոսքով սա խառը ընտանիք էր այդ րոպեին, ես իրանց ասում եմ, իրանց հետ խոսում եմ, իրանք ինձի չեն լսում, բայց ես իրանց լսում եմ, ես իրանց տեսնում եմ, ու ես իրանց ասում եմ, աղոթք արեք ինձ համար։ Իրանք դե չեն լսում ինձ, իրանք խառնված են, ես արդեն մահացել եմ, դե շտաբօգնություն են զանգում եւ այլն։ Ու իմ հոգին սենց հանգիստ բարձրանում է։ Քույր եղբայրներ ջան, աշխարհում դրա նման հաճելի բան չկա։ Մեռնելուց հաճելի բան չկա։ Այդ րոպեին է ցավը, բայց որ մեռար, հիմա չգիտեմ, այդ ասովոր բան եմ ասում, ով կմեռնի, ինձ կհիշի ասեք, որ ես բան եմ ասել։ Հոգիդ երբ որ մեջիցը դուրս է գալի, դա հաճույք է, իրոք հաճույք է։ Ուղեղդ աշխատում է, սենց ու սենց առաստաղը բացվում է, ու դու սենց բարձրանում ես։ Ու այդ րոպեին միտքս աշխատեց, ու ես ասեցի, Տեր Հիսուս, խնդրում եմ, լվա մաքրի ինձի քո արյունովդ ու վերցրա։ Ես չէի ուզում էլ մարմնի մեջ, քեզի որ տենց, որ չգիտեմ, խնդրեն ասեն արի մտի մարմնիդ մեջ, դու կխնդրես, կասես, ես չեմ ուզում այս մարմնի մեջ մտնեմ։ Ոնց որ սենց պարզ ասեմ, սենց այն բանվորական քրտինքի շորերը, որ կա ասենք, կեղտոց, սենց ցեխոց շորերը, բերես հանես միտեղ, լողանաս, ու մեկ էլ ասեն, գիտես ինչ, նորից այդ շորերը պետք է հագնես։ Ով կուզենա այդ շորերը հագնի։ Այդ կեղտոտ, տես չես ուզեն, այդպես մարմինդ, այդպես չես ուզում մարմնիդ մեջ մտնես։ Բայց վերից հրամանը եկավ, որ ես պետք է գամ, նորից մտնեմ իմ մարմնիս մեջ։ Ժամանակը չէր, պաստորեն։ Ու ես նորից եկա, այտենց մտա, նորից հանգիստ տենց մտա մարմնիս մեջ, արթնացա, եւ ես մերոնց իհարկե ասում էի, դու ես էիր անում, հիշում ես, դու ես էիր անում, դու էիր անում, ասում եմ, որտեղից գիտես։ Ասում ես ամեն ինչ տեսնում եմ, ես լսում եմ ձեզ, բայց դուք ինձի չեք տեսնում, չեք լսում։ Քույր եղբայրներ ջան, դրա համար շատ կարևոր է այդ խոսքը, ասում գրե, այսուհետև երանելի են այն մեռելները, որոնք Տիրոջմով կննջեն։ Քույր եղբայրներ ջան, ես մի հատ էլ համար եմ ուզում կարդամ, ուրեմն 116 Սաղմոսը, Սաղմոս 116, 15-րդ խոսքը, պատվական է Տիրոջը առջև իր սուրբերուն մահը։ Ինչքան օրհնյալ բան է, պաստորեն, այն բանից, որ մենք վախենում ենք, ինքը իրականում օրհնյալ բան է։ Ասում եմ, ընդհանրապես մի հատ խոսք կա աշխարհի մեջ։ Ասում եմ, աշխարհի մարդիկ են սա ասում, մի անգամ ծնվում ենք, մի անգամ էլ պետքա մեռնենք։ Բայց էսի սատանայի կողմից խաբկանք է։ Ոչ սիրելիս, մի անգամ չես ծնվում ու մի անգամ չես մահանում։ Ընդհանրապես մարդը ծնվում է իրականում, մարդը ծնվում է 2 անգամ եւ մարդը մահանում է 2 անգամ։ Ես կկարդամ այդտեղը, բայց քանի որ այսօր ծնունդի մասին մի օր առիթ կլինի, ծնունդի մասին խոսանք, ոնց է մարդը ծնվում 2 անգամ, բայց այսօր ուզում եմ հենց մահանալու մասին խոսանք, որ մարդը իրոք մահանում է 2 անգամ։ 2 անգամ, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Ուրեմն նայեք, այն մարդը, որ ծնվում է մի անգամ, այնքան հետաքրքիր է, ուշադիր եղեք այս խոսքը, այն մարդը, որ ծնվում է մի անգամ, մահանում է
երկու անգամ։ Այն մարդը, որ ծնվում է երկու անգամ, մահանում է մի անգամ։ Ուրեմն ավելի լավ է ինչ լինի, երկու անգամ ծնվեմ, օրհնյալ լինի Տիրոջ անունը սիրներ։ Ինչի համար է, ուրեմն, ինչի համար է երանելի Քրիստոսով մեռածները։ Ինչի համար է երանելի։ Այ ես արդեն ուզում եմ մի փոքր փակագծերը բաց անեմ։ Ղուկասի ավետարան 10-րդ գլխի 20-րդ խոսքը այս ձև ասում. Բայց դուք անոր համար մի ուրախանաք։ Ուրեմն 72 աշակերտները գնացել էին Հիսուսին ասեցին մենք ինչ կարանք անենք, ասես գնացեք իշխանություն եմ տալի ձեզի դևերի, հիվանդությունների եւ այլ բաների վրա։ Ուրեմն գնացին այդ 72 աշակերտները երկու տենց ուղարկեց Տերը ու գնացին մեկի վրա ձեռք էին տենում, դիվարը ազատագրվում էր, դևերը փախչում էին, այնտեղ բժշկություն էր լինում, հրաշքներ էր լինում, մեր մոտ էլ որ լինում է ինչքան ենք ուրախանում, չէ՞, Սուրբ Հոգու մկրտություն եւ այլ տարբեր բաներ, որ լինում է ինչքան ենք ուրախանում ու գալիս ենք ասում ենք փառք քեզ Տեր Աստված, այսօր էսի բժշկություն եղավ, այսօր էսի հրաշք եղավ, մեռելը հարություն առավ, բայց հետաքրքիր է, Աստված հետաքրքիր է, Հիսուսը ինչ է ասում 20-րդ խոսքից, բայց դուք անոր համար մի ուրախանաք, որ չար ոգիները ձեզի կհնազանդին, հապա ուրախացեք, որ ձեր անունները երկինքը գրված են, օրհնյալ լինի Տիրոջ անունը քույր եղբայրներ ջան։ Այսինքն իմ ուրախությունս ինչու պետք է լինի, որ իմ անունս գրված է երկնքի գրքի մեջ։ Ես քաղաքացի եմ դառնում երկնային Երուսաղեմ թագավորության քաղաքացի։ Քույր եղբայրներ ջան, սրանից են կողմ ուրախություն աշխարհում չկա։ Տերը հենց ինքը Տերը դրա մասին էր ասում, որ դրա վրա ես ուրախանամ։ Մի օր գնացել էի մի տեղ աշխատանքի Երևանում, ուրեմն նոր է ընդունվել այդտեղ ու այդ աշխատանքի տեղը բեք այտենց ոնց որ մի քիչ գողական այտենց անձնավորություններ, մեկ էլ միանգամից հարց են տալի, չէ՞։ Ուր դու տղա ես։ Ու անկախ ինձանից բայց այդ եղավ։ Ասեցի Երուսաղեմից եմ։ Ասեց Երուսաղեմից, բա ինչ ես եկել ստեղ։ Ինչ չես ետում Երուսաղեմ։ Ասի գործեր սա ընթացքի մեջ է, վիզայս կնիքը, էսա որ դնեն, ես գնում եմ, ժամանակը գալու է ու ես գնալու եմ, ընդմիշտ գնալու եմ։ Ասեց այ ախպեր, ասեց Երուսաղեմն ես ճանաչված տղերքի գիտեմ ու անուններ ասում, մի քանի հատ անուններ ասում։ Ասի հարազատ ասեցի, ես տենց հասարակ մարդկանց հետ չեմ տալի առնում, ասեցի։ Ես ում հետ որ շփվում եմ, նրանք համաշխարհային ճանաչում ունեն, ես իրանց հետ եմ շփվում։ Ով է որ։ Ասեցի, օրինակ ասեցի, Սիմոն ասեցի, ձեռնադրեցին Պետրոս դրին անունը։ Ասի Ստեփանոս ասեցի, Սավուղը որ ձեռնադրեցին ասեցի Պողոս դրին անունը։ Ախպեր ասում է ծալունտ անուններ են։ Ես էլ մի հատ կհարցնեմ ընդեմ մեր մոտ։ Ասի հարցրա, ես այդպես մարդկանց հետ եմ շփվում, թե չէ քո ասածը կարող է մի Երուսաղեմ մի հատ թաղամաս է ճանաչում իրանց, բայց իմ ասած մարդկանց համաշխարհային ճանաչում ունեն։ Քույր եղբայրներ ջան, մենք այդ քաղաքի մարդիկ ենք։ Ամեն։ Մենք ատեղի մարդիկ ենք, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Դրա համար Տեր ասեց՝ մի ուրախացեք, որ ընդամենը դևերն են ձեզ հնազանդվում, հապա ուրախացեք, որ ձեր անունը երկնքի գրքի մեջ է գրված։ Հիմա ինչ է կատարում, այսինքն Աստված մեր անունները գրում է որտեղ, սովորական մի հատ բլոկնոտում, ոչ սիրելիս, երկնքում կա հատուկ գիրք, որ այդ գրքի մեջ գրվում է մեր անունները։ Կարող ասեմ մարդ քեզ չճանաչի։ Բայց ընդեղ Տերը քեզի ճանաչում է, ընդեղ ճանաչում են հրեշտակները, ընդեղ ճանաչում են բոլոր սուրբերը, բոլորը ճանաչում են քեզի, քույր եղբայրներ ջան, բոլորի կողմից, հասկանում ես, այսպես օրհնյալ բան է սպասում մեզ։ Ես հիմա միտեղ եմ ուզում կարդամ Հայտնություն 20-րդ գլխի մեջ է գրված այդ խոսքերը, նայեք ինչ է ասում Տիրոջ խոսքը։ Հայտնություն 20-րդ գլխից, ուրեմն 15 խոսքը։ Եվ ով որ կյանքի գրքի մեջ գրված չգտնվեցավ, կրակի լճի մեջ ձգվեցավ։ Բայց ես մի քիչ 12 խոսքից կարդամ,
կամ հենց 11 խոսքից։ Մեծ ճերմակ աթոռ տեսա, որում վրա մեկը նստած էր։ Անոր երեսեն երկիր ու երկինք փախան եւ տեղ չգտնվեցավ անոնց։ Տեսավ պստիկ ու մեծ մեռներ, որոնք Աստծո առջև կայնած էին։ Գրքերը բացվեցավ, հիմա ուշադիր եղեք։ Գրքերը բացվեցավ։ Գրքերը դա մեռների համար էր, բացվեցավ։ Գրքերը բացվեցավ եւ ուրիշ գիրքը բացվեցավ։ Ու տարբերությունը տեսնում եք։ Ուրեմն մի կողմից գրքերա բացվում, մյուս կողմից մի հատ գիրքա բացվում։ Մեր անունները ոչ թե գրքերի մեջ է գրված, ապա մեր անունը գրքի մեջ է գրված, այո։ Սիրելիներ, հիմա ինչ ասում։ Գրքերը բացվեցան եւ ուրիշ գիրքը բացվեցավ։ Այսինքն կյանքին գիրքը եւ գրքերուն մեջ գրված մեռելները դատվեցան, ովքեր որ գրքերի մեջ էր իրանց անունները, բոլորի անունը, ոնց այսօր մարդը ընդամենը իր փոքր ուղեղով ստեղծել է մի հատ կոմպյուտեր, աշխարհի բոլոր մարդկանց, անգամ այն Ադամից մինչև հիմա ծնվածների ում որ գիտեն անուն ազգանով, այս փոքր կոմպյուտերի մեջ գրված է։ Եթե մարդը իր փոքր ուղեղով, կարճ ուղեղով ստեղծել է այդ կոմպյուտերը, Աստված բոլորին հատիկ առ հատիկ այդ գրքերի մեջ գրված ունի քո եղբայրն ջան, իմ ու քո անունն էլ կա գրված։ Եվ հիմա ինչ ասում։ Դատվեցան իրենց գործերուն համեմատ, եւ ծովը իր մեջի մեռելները տվավ, եւ մահը ու դժոխքը իրենց մեջի մեռելները տվին։ Ամեն մեկը իր գործերուն համեմատ դատվեցավ։ Եվ մահը ու դժոխքը կրակի լճի մեջ ձգվեցավ, այս եղբայրը հազարամյակի մասին էր խոսում, դա հազարամյակից հետո է իհարկե, եւ մահը ու դժոխքը կրակի լճի մեջ ձգվեցան, ասիկա է երկրորդ մահը։ Սա երկրորդ մահն էր։ Երանի թե մենք մի անգամ մահանանք, երկրորդ անգամ չմահանանք, ես որ ասի, ուրեմն մեզ պետք է 2 հատ ծնունդ, որպեսզի ես մի անգամ մահանամ։ Երկրորդ մահը դա արդեն կրակի լիճն է։ Եվ ով որ կյանքի գրքի մեջ չգտնվեցավ, կրակի լճին մեջ ձգվեցավ քույր եղբայրներ։ Այսինքն նրանց անունները, մնացածի անունները Տերը ինչ արեց, գրեց կյանքի գրքի մեջ։ Ինչի համար, որովհետև կյանքի գրքի մեջ գրվածները երկնային թագավորության որդիներն են։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Սիրելիներ, մենք այնքան քիչ բան գիտենք երկնքի մասին։ Երկնքում ասենք, հետաքրքիր է, գիտեք որն է, սենց մի պահ ենք մենք մտածում, օրինակ մեր մոտ մեկը կար ասում էր, այդհամ երկինք թող ընդեղի հավաքարար լինեմ։ Ես ասում եի, ուրեմն դու չգնացիր երկինք։ Ասում էր ինչի, ասում եմ որտեվ երկնքում հավաքարի գործ կոնկրետ չկա, որովհետև երկնքում մաքուր է ամեն բան։ Դու ձգտի երկնքում երկնային Երուսաղեմ քաղաքը մտնես։ Ձգտի այդ սուրբերի հետ միանաս, այդ է մեր ձգտումը, ոչ թե ես գնամ հավաքարարնեմ, այն մեկը ես ինչ աշխատի, այն մեկը ինչ աշխատի, այսինքն մենակ այնավոր գնամ մտնեմ երկինք, սիրելիներ, իհարկե երկնքում կան չափանիշներ, բայց ես պետք է ձգտեմ այն կյանքին, որը որ Տերը մեզ կանչել է, ինձ կանչել է, որը որ Տերը ինձ կանչել է։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Եվ գալիս է մի պահ, սա էլ կարդամ եւ աղոթքով կգանք Տիրոջ առջև սիրներ։ Հովանեսի ավետանում այնքան հետաքրքիր է գրած, ուրեմն 5-րդ գլխի ես կկարդամ 25 խոսքից։ Ճշմարիտ կսեմ ձեզի, թե ժամանակ պիտի գա եւ հիմա ալ է, երբ մեռելները պիտի լսեն Աստծո որդիին ձայնը եւ անոնք որ կլսեն պիտի ապրին։ Այսինքն այս մեռելները անունները գրված են որ գրքի մեջ, կյանքի գրքի մեջ։ Նրանք պիտի լսեն Աստծո որդիի ձայնը։ Ինչքան օրհնյալ է, երբ որ դու լսում ես ձայնը։ Ամեն մի ոչխար, գիտեք, իրականում ես սա հարցրել եմ, հովիվներից եմ հարցրել, մենք մի հատ եզդի եղբայր ունենք, ինքն էլ է, ասենք, այդ գործողությունը անում է, ու ինքն էլ ասեց, այդ ձև է, իրոք այդ ձև է։ Ամեն մի ոչխար իր հովիվի ձայնը ճանաչում է։ Երբ որ հովիվը կանչում է,
ուրեմն այդ գառը գալիս է, այդ ոչխարը գալիս է, վազելով գալիս է իր հովի մոտ, որտեվ գիտի հովիվն է իրան կերակրողը, հովիվն է իրան ջուր տվողը, հովիվն է իրան ասենք գիշատիչ կենթանների սպահողը, ամեն բանի մեջ հովիվն է իրան պահող։ Դրա համար ձայնը ճանաչումը, սա շատ կարևոր է, քույր եղբայրներ։ Շատ ձայներ կան, որ հովիվի նմանացնում են, բայց Երանի են նրանք, ովքեր իրոք ճանաչում են հովիվի ձայնը։ Այն մենք մի հատ անգամ բան ունենք, չէ՞, այն որ գայլը գալիս ասում է սևուկ ուլիկ, սիրուն բալիկ, դռնակը բաց, ներս գամ ես։ Եվ բացում են, ասենք, ձայնը չեն ճանաչում, բայց եթե ձայնը ճանաչես, դու չես բացի այդ դռնակը։ Միշտ գայլը գալիս է հովի ձայնի նմանացնում է եւ ասում է դռնակը բաց, ես ուզում եմ գամ։ Ես ինչով եմ ճանաչում ձայնը։ Ես Տիրոջ ձայնը ճանաչում եմ, եղբայր ասես, պիտի կարդանք Աստվածաշունչը։ Այո, Աստվածաշունչը կարդալով, որովհետև Տիրոջ ձայնը կյանքում Աստվածաշունչից դուրս բան չի խոսում։ Ես հիշում ժամանակներ առաջ մեր մոտ մոդա էր դարձել արդեն։ Գալիս էին ով ինչ խոսում, ասում է հոգին ինձի ասեց, հոգին ինձի ասեց, հոգին ինձի ասեց։ Ու նայում եմ ինչ որ ասում է հոգին ինձի ասեց, նայում եմ Աստվածաշունչում չկա։ Ասում այ քույրիկ ջան, այ եղբայր ջան, ախր չի կարա քեզի հոգին ասի, խռովում է, նեղանում է, ինձի հոգին ասեց, դու ինձ այդ հարազատս, եթե հոգին ասեց, Աստվածաշնչի մեջից է մենակ հոգին խոսում։ Դա իրար հետ է կապակցված, ջուրը, հոգին եւ արյունը իրար հետ են, նրանք չեն կարող առանձին իրարից խոսան։ Սեներ, հոգին միշտ ասում է Աստծո խոսքից եւ շարունակությունը էզև ասում։ Երբ մեռելները պիտի լսեն Աստծո որդին ձայնը եւ անոնք որ կլսեն պիտի ապրին։ Վասնզի ինչպես հայրը իր անձին մեջ կյանք ունի, այնպես ալ որդին տվավ, որ իր անձին մեջ կյանք ունենա։ Եվ դատաստան ունելու իշխանություն ալ տվավ անոր, քանզի անիկա որդի մարդու է։ Այսօր համար մի զարմանակ, վասնզի ժամանակ պիտի գա, երբ բոլոր գերեզմաներուն մեջ եղողները անոր ձայնը պիտի լսեն, բոլորը արդեն, բոլորը պիտի լսեն անոր ձայնը, ինչքան օրհնյալ ձայն ասեներ, որ անգամ 100 տարվա, 1000 տարվա մեռելը պիտի լսի այդ ձայնը, ինչքան հետաքրքիր է այդ ձայնը լինելու, եւ ասում է, ու դուրս պիտի գան, անոնք որ բարի գործեր են, կյանքի հարության համար եւ անոնք որ չար գործեր են դատապարտության հարության համար։ Հիմա ես ինչի համար եմ ուզում գերեզմանից դուրս գամ, հա? Կյանքի համար։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Ով ինչին որ սպասում է, նրան էլ կհանդիպի։ Ով ինչ բան սրտանց ուզում է, նա էլ կունենա։ Հարստություն ես ուզում, հարստություն կունենաս։ Լավ, ես ինչ ես ուզում, էդի կունենաս, եթե ձգտես կունենաս, բայց եթե Քրիստոս ես ուզում, եթե ձգտես, այ Քրիստոս կունենաս։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը, ինչքան գեղեցիկ է, չէ՞, մեր Տերը այդ խոսքը, որ դնում է մարդկանց սրտերի մեջ, օրհնյալ մեր Տեր Հիսուս Քրիստոսը, եւ ասում է դու մենակ կարաս ապրես սրանով։ Ես մի անգամ հլը Ամերիկայից ընդհանրապես կուրսի չէի, մի հատ ամերիկացի, մի հատ տատիկ էի մեքենայով տանում, ասեց ձեր մոտ մահանալը աղվոր չէ։ Ասի ինչի համար։ Ասես մեր մոտ որ մահանում է մարդը, տանում են սիրուն գերեզմանը, ասես բիտոնով, ակուրատնի, մաքուր, դնում են այդ բիտոնի մեջ։ Ձեր մոտ բերում են հողը, լցնում են քարերը, լցնում են վրան։ Այ տատի ջան ասի, մեռար, էլ հող կլսնեն, քար կլսնեն, մուր կլսնեն վրան, բիտոնի մեջ ակուրատնի սիրուն կթաղեն, ինչ կապ ունի այդ ամենիչը դրա հետ։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը, սիրելիներ։ Մենք էլ մեռանք, այս մարմինը մեկա որդերի կերակուր է։ Սես թնեց, ուզես, փայփայ, ինչքան ուզում ես խնամի, զուգվի, զարդարվի։ Ես ինչ ուզում ես արա, մեկա, այդ որդերը մեջ ստեն, հենելու այս մարմինը ուտելու են, այս մարմինը հողից է, հող պետքա դառնա։ Բայց հոգիդ, որը ինքը հավիտյան է, այդ հոգիդ պետք է ապրի, հոգուց սնուցի, հոգուտ կերակրի, որպեսի հոգիդ ապրի։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Ամեն։ Արխային կարանք մեռնենք։ Թելը վախը կա։
Ժողովուրդ ջան, փառք Տիրոջը, մենք երանելի մարդիկ ենք, մեզի Աստված բաց արել երկնային արքայությունը, այն մարդը, որ մահանում է, վախի մեջ է մահանում, բայց այն մարդը, որ մահանում է արդեն Քրիստոսով է մահանում, նա ուրախության մեջ է մահանում, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Մի օր կխոսանք առիթ կլինի ծնունդի մասին էլ կխոսանք, որ շատ կարևոր է, ուրեմն մեզ պետք է երկու հատ ծնունդ, գորի եղբայրն ջան։ Եթե այսօր մեկը հələ մի անգամ է ծնվել, թող մտածի ուրեմն ինչի համար, ինչի մասին, երկրորդ ծնունդի մասին։ Ովքեր որ երկրորդ ծնունդ ունեն, ուրեմն իրան գիտեն արխային, որ ես արդեն մի անգամ եմ մահանալու։ Սես թենես դու թողնելու ես այս աշխարհը, բայց երկրորդ մահը քո վրա իշխանություն չունի։ Պողոս առաքյալը հենց այդ ասում. ով մա, ուրա քո խայթոցը, ուսես համարցակ վստահ ասում, պատկերացնում եք, ով գերեզման, ուրա քո հաղթությունը, չկա արդեն, որովհետև մահվան խայթոցը մեղքն է։ Մենք Տերը մեզի ողորմություն արել, Տերը մեզի այդ ամեն ինչից ազատել է եւ մահվան խայթոցից եւ գերեզմանի հաղթությունից եւ այդ ամեն բաներից օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Ուրեմն մեր սրտերը բացենք, ասենք Տեր Աստված, փառք ես Տեր, որ մեզ կյանք ես տվել։ Ամեն։ Աղոթք անենք։ Եկեք աղոթք անենք, եկեք շնորհակալության աղոթք բերենք։ Այս աղոթքը թող լինի շնորհակալություն։ Ես չգիտեմ այսօր ինչ հոգսով ես եկել, ինչ պրոբլեմով ես եկել։ Ասա ուզում եմ սրտան շնորհակալություն հայտնեմ քեզի Տեր Աստված ջան։